Հարգելի հայրենակիցներ, Մոսկվայում գտնվող Նիկոլի Ալենը պատասխանելով լրագրողներից մեկի հարցին հայ առաքելական եկեղեցու դեմ նրանց իշխանության ուրեմն հարձակումներին սկսեց չկմեղանալ, որ հայ առաքելական եկեղեցու դեմ դրանք ոչինչ չունեն, կոնկրետ խնդիրը ինչ որ ուրեմն գործիչներին է, եւ այդ գործիչները հայ առաքելական եկեղեցին չեն, եւ այլն, եւ չկմեղացավ, որ կան քրեական գործեր, կան մարդիկ, ովքեր շատ վատ անցյալ ունեն, եւ այլն։ Նախ սկսենք նրանից, որ Ալենը դրսևորում է իր աղանդավոր կյանքի խոսք աղանդի կամ անդամ կամ երկրպագու Նիկոլ Անհողի ուրեմն գիծը, որ հայ առաքելական եկեղեցին դա հոգևորականները չեն, չէ, Ալեն, այդ տգետ հայ առաքելական եկեղեցին հենց հոգևորականներն են, դա մեկ։ Երկրորդը հայ առաքելական եկեղեցին ժողովրդինը չէ, այդպիսի անասուն արտահայտություն շատ պոպուլյար է եղել միջնադարում, երբ որ կոնկրետ ասենք Լութերը Մարտին գտնում էր, որ ուրեմն եկեղեցին պատկանում է ժողովրդին, այդ անասունությունը շատ պոպուլյար է աղանդավորների եւ հատկապես նաեւ նշեմ, որ բողոքական եկեղեցիների ներկայացուցիչների մոտ, իսկ հայ առաքելական Սուրբ եկեղեցին բողոքական չէ, հայ առաքելական Սուրբ եկեղեցին դա Քրիստոսի Աստծո տունն է եւ վերջ, ժողովրդինը չէ, ինչ որ մասսաներ չեն կարող որոշել, թե ով պետք է լինի եպիսկոպոս, ով պետք է լինի արքեպիսկոպոս կամ առավել եւս ով պետք է լինի կաթողիկոս։ Երրորդը դու ակնարկում ես ինչ որ մարդկանց նկատի ունենալով, ասենք, նույն Միքայել Սրբազանին, Արշակ Սրբազանին, կաթողիկոսին, ինչու՞ չէ, հիմնականում հենց նրան, ասենք, Բագրատ Սրբազանին, Մկրտիչ Սրբազանին, մյուս սրբազաններին, ում դեմ հիմա շինծու գործեր եք անում, ձեր գրպանային դատարանների եւ դատավորների միջոցով, թե հայցի ապահովման միջոց չի ուրեմն կիրառվել եւ դրանում մեղավոր են արքեպիսկոպոսները եւ եպիսկոպոսները։ Հիմա մի քանի հարց քեզ, Ալեն, ձեզ միացած տիրադավ, քպսկոպոս դավաճանների անցյալը մի հատ կհիշես։ Այսինքն այն դավաճանները, որոնք ձեզ են միացել, ձեռք են բերել ինդուլգենցիա, որովհետև միացել են Նիկոլին, իսկ ասենք մյուս եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները եւ հոգեվորականները, ովքեր չեն միացել ձեր նման հակահայ դավաճաններին, ուրեմն նրանք պետք է հալածվեն եւ հեռացվեն հայ առաքելական Սուրբ եկեղեցուց։ Այդ ում միջոցով եք փորձում մաքրել եկեղեցին։ Կճոյանի, որին շեֆդ Նիկոլի Ալեն դեռ շատ վաղուց մեղադրում էր զենք պահելու համար ուրեմն կալանավորվելու մեջ, հոդվածը կա նրանց ընտանեկան հայկական ժամանակում, մեղադրում էր ազգային ժողովի ամբիոնից վերջին անգամ դրանից առաջ 2021 թվականի ուրեմն ազգային ժողովի քարոզարշավի ժամանակ ամենավերջին արտահայտություններ էր անում Կճոյանի հասցեին, որ հակաքրիստոնեական է, մեղադրում էր ազգային ժողովի ամբիոնից Բենտլի ունենալու մեջ եւ հաշվետու չլինելու մեջ, ել չասեմ նախկին վարչապետի հետ հայտնի ուրեմն գործարար Փայլակ Հայրապետյանին ունեզրկելու մասին, օֆշորներում, Կճոյանն է ձեր մաքուրը, ու միջոցով փորձում եք ուրեմն մաքրել եկեղեցին։ Այն պոռնկա բարոները, որոնք ապօրինի եւ չգիտես ինչպես երեխաներ ունեն, մարդկանց պոռնկա բարո եք ասում, ամենամեծ պոռնկա բարոները ալեն ձեր կողքին են։ Այդ կոտայքի թեմի առաջնորդը չէ, որ բացի հանրաճանաչ բազմաֆունկցիոնալ արգիշտից պարզվեց դուստր ունի, ըստ զոհված ազատամարտիկի, զոհված զինվորի մոր բացահայտման։ Այդ Միրզախանյան Էդիկը չէ, որ կին ունի, երեխա ունի, տղայի անունն էլ Օհան է։ Էլ չասեմ, որ նույն Նիկոլի ընտանեկան թերթը, նույն հայկական ժամանակը Միրզախանյան Էդիկին մեղադրում էր վիրահայոց թեմի գումարները
գրպանելու եւ մսխելու մեջ։ Էլ չասեմ, որ նույն վիրահայոց թեմի բազմաթիվ ներկայացուցիչներ նշում են նրա հակահայ կեցվածքը, էլ չասեմ, որ ասում են, որ սիրուհի ունի եւ դրա տղային էր հովանավորում եւ այլն եւ այլն։ Այդ ձեր ուրեմն սրբազաններից չէր նախքին Արմանը Սարոյան, որը պարզվում է ըստ նույն հակաեկեղեցականների դեռ 2018 թվականին հրապարակված ձայնագրության պոռնկա բարոյությամբ է զբաղվել, քնել է իր ուրեմն քահանաներից մեկի կնոջ հետ եւ քանդել է նրա ընտանիքը։ Էլ չասեմ, որ վերջերս բլոգերներից մեկը Միկա Փադալյանը բացահայտում է նրա մոսկովյան այլասերված կյանքը 2017 թվականին, որ Մարինեի հետ, որն եթե ինքը ամուսնացած լիներ, այդքան աղջիկ կունենան, որ հարաբերություններ է ունեցել մեքենայի հետևում, վթարի են ենթարկվել, ինքն է հազիվ փրկվել եւ այլն եւ այլն։ Այդ զիբիլի հետ եք դուք մաքրում էր հայ առաքելական Սուրբ եկեղեցին Ալեն։ Դրա համար լավ կլինի պապանձվես, տեղդ վեր ընկնես ու չփորձես այդ աղանդավորական տգետ մտքերդ, որը ընդօրինակել ես Նիկոլ անհողից, առաջ տանես։